Սիրելի հավատացյալ ժողովուրդ, այսօրվա մեր Իրաքի գլխավոր առակն է անառակ որդու վերադարձը։ Այս առակը մեր թանկագին գոհարներից մեկն է Իրաքիների։ Մեր Տերը այս առակով ուզում է բացատրել, թե ինչ է նշանակում ապաշխարությունը, զղջումը։ Փարիսեցիները նրան ասում են. ինչու ես մեղավորների հետ հաց կիսում, և Տերը սկսում է այն առակից 100 ոչխարի և 10 դրամի առակներից մինչև բուն անառակ որդու առակի բացատրությունը, և նա ասում է. եթե մի մարդ 100 ոչխար ունի և նրանցից մեկը կորցնում է, նա երբ որ ման է գալիս և գտնում է այդ ոչխարներից մեկին, դնում է ուսերի վրա և ուրախությամբ գալիս է և հավաքում է իր հարևաններին, բարեկամներին, իրեն ճանաչողներին և ուրախություն է լինում այդ մարդու տանը։ Եվ ասում է մեր Տերը. մի մարդ ուներ 2 որդի, կրտսեր և ավագ որդիներ։ Այդ մարդը ապրում էր իր բարիքներով և շատ մեծահարուստ մարդ էր, և մի օր կրտսեր որդին կանգնում է հոր առաջ և ասում է. հայր, ասում է, տուր ինձ իմ բաժին հարստությունը և ես ուզում եմ իմ բաժին հարստությունը տնօրինել։ Եվ հայրը նրան ասում է. վերցրու։ Եվ այս որդին հարստությունը վերցնելով գնում է անհայտ մի քաղաք և այնտեղ վատնելով այդ բոլոր հարստությունը, անառակ կյանքով, անբարո կյանքով ապրելով վատնում է բոլոր հարստությունը և դրանից հետո այդ քաղաքում սով է ընկնում։ Եվ այս անառակ որդին գնում է մի խոզապահի մոտ և նրան խնդրում, ասում է. ինչ կլինի, թող քո խոզերը ես պահեմ։ Եվ նա խոզապահ է դառնում այնտեղ և սկսում է խոզերին պահել, բայց անգամ խոզի կերակուրը նրան ոչ ոք չի տալիս։ Եվ դրանից հետո նա սկսում է մտածել, ասում է. իմ հայրը ունի ծառաներ, մեծ հարստություն, գուցե, ասում է, ես գնամ իմ հոր տունը և ներողություն խնդրեմ իմ հորից, զղջամ իմ արարքի համար և նրան ծառաներից մեկը լինեմ իմ հոր տանը։ Եվ նա շատ է մտածում, սկսում է մտածել, ասում է. գուցե և իմ հայրը չընդունի ինձ։ Եվ այստեղ մի բան է կատարվում, որ կրտսեր որդին սրտանց զղջում է, ասում է. ես ամեն ինչ կորցրել եմ, բացի հայրական սիրուց։ Եվ վերադառնում է տուն։ Հայրը երբ որ տենում է հեռվից որդու վերադարձը, նա սկզբում սկսում է ուրախանալ և ասում է. որդիս մահացել էր և կենդանացավ, կորել էր և գտնվեց։ Եվ վազում է որդուն ընդառաջ
Եվ որդին ասում է. հայր, ես արժանի չեմ քո որդին լինելու, որովհետև ես անարժան եմ։ Բայց հայրը ընկնում է նրա վզովը և նրան համբուրելով ասում է. որդի, ասում է, եթե դու զղջացել ես քո արարքների համար, ես քեզ ներում եմ։ Եվ այսպես սրանից հետո ավագ որդին վերադառնում է տուն և տեսնում է տանը ուրախություն է, քեֆ են անում, հարցնում է ծառաներին, ասում է ինչ է պատահել և նրանք բացատրում են, թե փոքր եղբայրն է եկել և հերը պարարտ եզը մորթել է նրա համար։ Եվ հայրը դուրս է գալիս, ավագ որդուն ասում է. որդի, արի տուն։ Եվ նա հորը պատասխանում է և ասում. հայր, ասում է, ես այսքան ժամանակ ծառայեցի քեզ, բայց դու ինձ մի ուլ չտվեցիր, որ ես իմ հարազատների հետ ուտեմ խմեմ։ Իսկ քո անառակ որդին վատնեցքու ամեն ինչը տարավ և փողի վերածեց և անառակությամբ զբաղվեց, և դու վերադարձավ և դու նրան նորից ընդունեցիր։ Եվ այսպես հայրը որդուն ասում է. քու եղբայրը կորել էր և գտնվեց։ Գթացել են, որովհետև նա սրտանց զղջացել է իր արարքների համար և վերադարձել է։ Պատահել է այնպես, որ ասենք եկեղեցի գալուց եղել է դեպքեր, որ եկել ենք եկեղեցի, մարդիկ խոսացել են, թե մեկ եկեղեցի ինչ անեք, ինչ եք ամեն օր անում եկեղեցում, և բացատրել ենք, թե եկեղեցում ինչ պետք է անենք, եթե մենք աղոթք ենք անում, պատարագների ենք մասնակցում, բա փող չեն բաժանում եկեղեցուն, ասել եմ չէ, որովհետև եկեղեցին փողի տուն չի, Աստծո տունն է։ Դրա համար էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ասում է. կամ մամոնային պետք է սիրեք, կամ Աստծուն պետք է սիրեք։ Երկուսին չեք կարա, երկու տիրոջ չեք կարա ծառայի։ Մեր Տիրոջ խոսքերը մարդիկ չեն հասկանում, բայց մարդկանց էլ մոլորեցնում են շատերը, և նրանց չհասկանալը շատ մարդկանց են, հասկացող մարդկանց էլ պատահում է, որ ասենք իրանք ասում չեն մտնում Աստծո տունը, մնացածին էլ չեն թողում, որ գան, ոնց որ ամանչացնեն մարդկանց, որ ուզում են գան եկեղեցի։ Այդպես դեպքեր եղել է։ Շատ ասենք մարդիկ կան, որ ուզում են եկեղեցի մտնել, բայց նրանց խանգարողներն էլ շատ են։ Եվ մի հարց էլ են տալիս, ասում են, եթե մարդը սրտանց չզղջա, կարող է անդրշիրիմյան ժամանակահատվածում թողություն ստանա Տիրոջից։ Ոչ, չի կարա, որովհետև ինչ որ անի, այս կյանքում պետք է անի, որովհետև անդրշիրիմյան կյանքում թողություն չի լինելու ոչ մեկի համար։ Իսկ մյուս կյանքում արդեն շատ ուշ կլինի։ Դրա համար, սիրելի հավատացյալ ժողովուրդ, մեր Տիրոջ քարոզը մենք պետք է լսենք և կատարենք սրբությամբ։ Եթե ուզում ենք Տիրոջ
Արքայության արժանանանք, ուրեմն պետք է անպայման այս կյանքում այդ ամեն ինչ անենք, որովհետև մյուս կյանքում արդեն շատ ուշ կլինի։ Մեր Տիրոջ պատգամը դա է,